Հարցս ուղղում եմ պարոն վարչապետ ձեզ, վերջի 8 տարիներին Հայաստանի Հանրապետություն շատերը մոռացել են, որ երբ որ իշխանությունը փոխվեց եւ եկավ նոր իշխանություն, Հայաստանի Հանրապետությունում տարիներ շարունակ ավելացած արժեքի հարկը չէր վերադարձվում տնտեսությանը, տնտեսությունը շատ ծանր վիճակում էր, շրջանառու միջոցներ չուներ։ Այդ ժամանակահատվածից 3 կարևոր սկզբունքային խնդիր ա լուծվել։ Դա եղել է ավելացած արժեքի հարկի վերադարձը, եղել է հավասար պայմանները, որը որ սկզբունքային է եղել եւ Հայաստանում մինչև այսօր հավասար պայմանների համար պայքար ա գնում, կառույցները, որոնք որ պետք է հետևեն այդ ամեն ինչին, բավականին բարձր մակարդակով հետևեն։ Երրորդը դա սուբսիդավորումն ա եղել, որը որ տնտեսությանը մեծ գումար ա տրվել եւ սուբսիդիաների տալու արդյունքում բավականին մեծ զարգացում են ապավել, 21000 սարքավորում ա եկել Հայաստան եւ այդ 21000 սարքավորումը սկսել ա գեներացվել, սկսել ա ավելացած արժեքի հարկ տալ, սկսել ա աշխատավարձ տալ, սկսել ա վճարել տարբեր ծառայությունների համար։ Հիմա բայց շատ ժամանակ մեր մասնագետները, որոնք որ աշխատում են պետական մարմիններում, մենք հիանալի մասնագետներ ունենք գյուղատնտեսության, որոնք որ ոչ մի անգամ չեն վերկենում ասեն այս տարիների ընթացքում ինչ կարգի ձեռքբերումներ կա, ինչքան խոշոր երջերավոր անասուններ կա, ինչքան կաթ ա տրվում, ինչքան կառույցներ ա ստեղծվել, այդ կաթը ինչ ա դառնում։ Ես ճիշտ ասած ժամանակս հիմա մոտենում եմ, բայց ես ինչ էի ուզում խնդրել։ Մենք ինչ որտեղ թերանում ենք, օրինակ ճյուղերի, ոլորտների, միկրովոլորտների վերլուծություն չենք անում։ Այդքան գումար պետությունը տալիս է, պետք է հասկանանք այդ սարքավորումը քանի տոկոսով իր արդյունքը տվեց։ Դուք պատասխանեք, ես չեմ ուզում ժամանակը խախտեմ, ես եւս Ասենք պատասխանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Շնորհակալ եմ պարոն Սուքիասյան հարցի համար։ Տեսեք, մենք ընդունում ենք ծրագրեր, որոնց տակ դրված է կոնկրետ բովանդակություն։ Ցավոք, ի սկզբանե չենք կարող երաշխավորել, որ բոլոր ծրագրերը կլինեն նույն արդյունավետության։ Դրա համար մենք ինչ սկզբունք ենք փորձում իրականացնել։ Մենք ասում ենք ծրագիրը ընդունեցինք, որ ժամանակ հետո գնանք մոնիտորինգ անենք, տեսնենք ինչ արդյունքներ ա տվել։ Օգտակար այդ ծրագիրը շարունակենք, թե դադարեցնենք։ Դրա համար էլ կան ծրագրեր, որոնք շարունակում ենք հետևողական, ծրագրեր կան, որ դադարեցրել ենք, ծրագրեր կան, որոնք ձևափոխվում են, կերպափոխվում է, այդ թվում ձեր նշած լիզինգի ծրագիրը, որ այս ընթացքում բովանդակային տարբեր փոփոխությունների է ենթարկվել եւ մենք այստեղ էլ մոնիտորինգի մեր վերլուծական կարողություններն էլ պետքա ուժեղացնենք։ Եվ նաև էս է պատճառը, որ մենք հիմա խնդիր ենք տեսնում, այդ թվում ձեր ասած խնդրը լուծելու համար, մենք խնդիր ենք դնում, որ եւ կառավարության վաղվա նիստում էլ կքննարկենք պետական համակարգի համակարգում վարձատրությունների կատարողականի վրա հիմնված վերափոխման կամ պիլոտային ծրագիր իրականացնելու ինչի համար, երկու բանի համար։ Նախ ուզում ենք կառավարության եւ պետական համակարգի կարողությունները մեծացնել։ Հաջորդը մենք չենք նկատում, տեսեք, 2025 թվականի ուշադրություն դարձրեք, ես 26 թվականի բյուջեի մասին չեմ խոսում։ Այն բյուջեի, որը այս ամիս կատարվելու, ավարտվելու է։ Այս տարի մեր բյուջեի ավելացած մասը 17 թվի համեմատ ավելի մեծ է, քան 17 թվի ամբողջ բյուջեն։ Այսինքն ավելի մեծ է, ոչ թե նույն չափով կրկնապատկվել է, այսինքն 133%-ով այս տարի ավել փող է մտնելու պետական բյուջե, քան 2017 թվականի ամբողջ բյուջեի եկամտային մասերն է եղել։ Բայց ծախսային մասերն էլ աճել են, բայց նույն պետական համակարգն է ծախսում։ Մենք չենք հաշվում, որ մարդկանց աշխատանքը կրկնապատկվել, եռապատկվել, քառապատկվել է։ Այսօր ամեն մարզպետարանի տիրույթում հարյուրավոր կապիտալ օբյեկտներ կան, եւ ես էլ խնդիր եմ դրել, ասում եմ մենակ տեսչականը հերիք չի, մենակ պատվիրատուն քաղաքին կոմիտեն կամ տարածքային զարգացման հիմնադրամը կամ ծիգը հերիք չի, բոլորը պետք է այդ կապիտալ ծրագրերին հետևեք, բայց դա աշխատանքի ծանրաբեռնվածություն է։ Այդ ձեր ասած ծրագրերի
մոնիտորինգը ինքը բացի ծանրաբեռնվածությունը ինքը շատ լուրջ վերլուծական կարողություններ է պահանջում, մասնագիտական կարողություններ է պահանջում, եւ մենք պետք է խոստովանենք, որ այդ կարողությունները միշտ չի որ կան, եւ մենք խնդիր ենք դրել, որպեսզի պետական հատվածի կարողությունները ուժեղացնենք, որպեսզի ձեր նշած խնդիրները կարողանանք լուծել։ Արձագանք։ Նախ շատ շնորհակալ եմ, շատ ճիշտ ոնց որ իրականում կա ճիշտ ներկայացրեցիք, բայց ես պետք է մի քանի հարցում համաձայն չլինեմ։ Առաջինը արդեն գործիքներ կան, միջև անգամ արհեստական բանականությունը շատ լավ վերլուծություն է տալի, բայց դա պետք է ամեն անգամ աշխատես նույն այդ հարցերը տալուց, թվերը տալ։ Ոչ մի վիճակագրություն չի վերլուծվում տարբեր համակարգերում, որոնք որ պետք է վերլուծեն։ Կա հատված, որ վեր են լուծում, երբ զանգահարում ես, ճշտում ես, տվյալները իրանց մոտ կա։ Կա հատված, որ տեղյակ չեն վերլուծում, ձեր ասած մեր արդյունքները չեն վերլուծում, որ մենք հասկանանք ոնց դա այնպես անենք, որպեսզի ավելի ավելացնենք։ Խոսքը սրա մասին է գնում, ես կուզենայի, որ եւ դուք ասեցիք աշխատավարձ նայելուց մեկ գործարքայինին մոտեցնեք, ոչ թե աշխատավարձի, այլ գործարքային, իր աշխատանքից կախված լինի իր բոնուսները, այդ ինչ որ ոնց որ մասնավորում են անում, եթե կա այս արդյունքի արդյունքում այսքան վճարվում է։ Ես շատ կուզենայի, որ վիճակագրությունը ամեն օր, ամեն ժամ, հետո Հայաստանի առաջի ներողություն, ես վերջացնում, Հայաստանի առաջի ալիքը պետք է այդ մեր ձեռքբերումները, որոնք որ հաստոց եկել, արտադրանքը տվել, արտադրանքը արտահանվել է, աշխատատեղերը ստեղծվել է, ամեն օր պետք է դրանց մասին խոսան, որ մարդկանց շահագրգռեն։ Ես գիտեմ վաղը մյուս օրը Հայաստանում հայերը շատ աշխատանք կա չեն կատարելու։ Դրսից հրավիրելու ենք այդ աշխատանքը կատարեն այլ երկրներից։ Շնորհակալություն։ Պարոն Սուքիասյան, դրա համար եմ ասում եմ ժողովուրդ կարող է հերիքա Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան անենք։ Որտեւ ժամանակը դրա վրա է գնում, այդ ձեր ասած ընդգծումները, ձեռքբերումները մենք չենք կարող ներկայացնենք։ Եվ տպավորությունն է, որ առավոտից իրիկու զբաղված ենք դրանով, ասում եմ, իհարկե ընդդիմության մեր գործընկերները սադրանքին տրվում են, որ իրանք անդադ մեզ ներկայացնում են այդ թեմայի մեջ, բայց այո, այդ կարգի բազմաթիվ բաներ կան, բազմաթիվ։ Այսօր ասում եմ, Հայաստանի Հանրապետությունում շատ քիչ բնակավայր կարելի է գտնել, որ վերջ 2018-ից այսքոմ մի ինչ որ շատ էական գյուղի կամ բնակավարի կյանքի որակի վրա պոզիտիվ ազդեցություն ունեցող ծրագիր չի իրականացել։ Շատ դժվար է գտնել։ Ես չգիտեմ, կարող է կան, ես չեմ բացառում, բայց շատ դժվար է գտնել։ Չնայած գործնականում կարծում եմ, որ չկան։ Եվ հետեւաբար լիարժեք համաձայն եմ, բայց մի բան ասեմ, ոչ թե անհատական աշխատանքից է մեր պիլոտային ծրագրով բոնուսային համակարգը կախված, անհատական, բայց թիմային արդյունքներից, որովհետև այնուամենայնիվ, ինչպես պետական մարմինների ներկայացուցիչների առաջին համաժողովում ասացի, որ պետական աշխատանք այնուամենայնիվ թիմային աշխատանք է։ Շնորհակալ եմ։